Մեկ-մեկ լինում են մարդիկ, ովքեր ինձ ասում են, որ մեր ոճը եւ գաղափարները տարբերվում են, ինչը լավ է, բայց նաեւ լուրջ էլ չեն։ Սակայն ես այդ մարդկանց միշտ հարցրել եմ, թե նրանց պատկերացմամբ իրականում ո՞րն է լուրջը կամ լուրջ լինելը ինչ է նշանակում։ Երևի նկատի ունեն, որ մեր ոճը, գաղափարներն ու մոտեցումը շատ ռոմանտիկ, անիրատեսական կամ ծայրահեղական են։ Քանի որ ես հաճախ խոսում եմ վճռական պայքարի միջով անցնելու, ոսոխին ջախջախելու, հաղթանակը նորից մերը դարձնելու, փառահեղ ապագա կերտելու եւ նման այլ բաների մասին, ու անընդհատ քարոզում եմ այդ գաղափարները։ Ամեն դեպքում ոչ մեկը չի կարողանում պատասխանել իմ հարցին, թե լուրջը կամ իրատեսականը ո՞րն է, կամ ովքեր են։ Լուրջը ու իրատեսականը նա է, ով հավատում է խաղաղության կեղծ օրակարգին եւ այն մտքին, որ խաղաղություն մուրալով ու պարտվողական հայացքներ ունենալով մենք կարող ենք բարգավաճ ու անվտանգ երկիր կառուցել։ Թե նա է լուրջ ու իրատեսական, ով կեղծ խոստումներ է տալիս, հաճախ ստում է կամ ամեն տարի զիջումների գնալով պատեհապաշտորեն կուսակցություն փոխում եւ հանուն պաշտոնի դավաճանում իր սկզբունքներին։ Այսպիսի լուրջ մարդիկ են մեր հայրենիքին պետք։ Սրանք են, ովքեր կարող են ազգային հեղափոխություն անել եւ իրական ազգային պետություն կերտել։ Տասնամյակներ շարունակ մեր հայրենակիցները ցավոք սրտի այսպիսի սրիկաներին են ամեն անգամ տեսել քաղաքական դաշտում եւ ենթագիտակցորեն նման մարդկանց են ասոցացնում լրջության ու իրատես լինելու հետ։ Աչքերին դա է սովոր։ Սակայն երբ տեսնում են սկզբունքային, անկախ, ճշմարտախոս, նվիրված եւ իսկապես ազգայնական մարգինալ քաղաքական ուժ, չեն հասկանում, որովհետեւ սովոր չեն նման բան տեսնել։ Եվ այն, ինչ մարդիկ միանգամից չեն հասկանում, նաև չեն վստահում եւ կպիտակավորեն որպես անլուրջ, անիրատես, ծայրահեղական եւ նման այլ անհիմն պիտակներով։ Սա իրականում նորմալ է, քանի որ պատմության մեջ բոլոր հեղափոխական շարժումները համեմատաբար կայուն ժամանակներում սկզբում հենց այսպիսին են համարվել հանրության կողմից։ Դրանք հասկանալի են դարձել միայն այն ժամանակ, երբ ճգնաժամը մոտեցել է։ Եվ մենք որպես հեռատես ազգային հեղափոխականներ ժամանակից առաջ ենք եւ գործում ենք այլ հաճախականության վրա։ Այդ է պատճառը, որ շատերը մեզ այս պահին չեն հասկանում, բայց երբ ժամանակները փոխվեն եւ ճակատագիրը մեզ կանչի, շատերը կհամախմբվեն մեր հավերժության դրոշի ներքո, որովհետեւ մենք մեր ազնվությամբ ու անհողդոտ պայքարով վաստակած կլինենք մեր հայրենակիցների վստահությունը։ Մենք ամեն տեսակ փորձոցատակ ենք դրվելու եւ պետք է պատրաստ լինենք այդ ամենի միջով անցնել ու հաղթահարել բոլոր մարտահրավերները, հանուն մեր ազգի միասնության եւ ապագա ազգային վերածննդի։